Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարգելի անդամներ, նիստի հարգելի մասնակիցներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 12-ի արտահերթ նիստը հայտարարում եմ սկսված։ Նիստի աշխատանքներից այսօրվա բացակայում է հանձնաժողովի անդամներից Մարտիրոսյանը, գտնվում է դատարանում, նիստը իրավազոր է, քվորում ունենք, ներկայացնեմ օրակարգի նախագիծը։ Այսօրվա արտահերթ նիստի օրակարգի նախագիծը ձևավորվել է ընտրական օրենսգրքի պահանջների հաշվառմամբ։ Առաջին հարցում ընդգրկված է Երևանի ավականու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին հարցը եւ երկրորդ Երևանի ավականու Երկիր Ծիրանի կուսակցության ընտրական ցուցակով ավականու անդամի տեխնացու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տրամադրելու տալու մասին հարցն է։ Սրանք էին օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը, ինչ առաջարկություններ կան օրակարգի նախագծի վերաբերյալ։ Հաստատել քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 12-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին հարցը։ Քվեարկություն կողմ, դեմ, կողմ 6, դեմ չկա, որոշումն ընդունված է, անցնենք օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը։ Եվ առաջին հարցը Երևանի ավականու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին հարցն է։ Զեկուցող Սմբատյան, խնդրեմ, պարոն Սմբատյան։ Շնորհակալություն։ Երևանի ավականու մայիսի 14-ի ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել են 474 տեղամաս եւ կձևավորվեն նույնքան տեղամասային ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի պարտավորություն այս տեղամասերում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները բաշխել ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջև, ասեմ, որ կբաշխվեն գործող ազգային ժողովի խմբակցությունների եւ խմբակցությունների դաշինքների միջև, դաշինքի միջև եւ ուստի միջև վերջ, միջև մայիսի 14-ը, անկախ նրանից այս ազգային ժողովի լիազորությունները երբ կավարտի, կգործի այս բաշխումը, որովհետև դա ընտրական օրենսգրքով է եւ այս կուսակցությունները եւ դաշինքը կլրացնեն հանձնաժողովի թափուր տեղերը, նաեւ լրացնելուց հետո մեկ անգամ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդհանուր առմամբ կունենա 211 նախագահ եւ քարտուղարի տեղեր, Վարգավաճ Հայաստան կուսակցությունը 148 նախագահի եւ քարտուղարի տեղեր, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը 27-ական, Հայ-Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, Օրինաց երկիր կուսակցությունը եւ Ժառանգություն կուսակցությունները 26-ական։ Հիշեցնեմ, որ այս դեպքում, երբ ամեն տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերի թիվը 18-ից ավելի է, այս դեպքում նաև գործում է համամասնություն ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքների եւ հենց այս դեպքն է։ Հիշեցնեմ, որ ընտրությունների ավտոմատացված համակարգով է իրականացնում բաշխումը իրականացվում է որակական երկու ցուցանիշների կիրառմամբ, դա նաև որ հնարավորինս ընդդիմությունը կամ դիմությունը չզբաղեցնի նախագահ եւ քարտուղարի պաշտոնները թվաբանական հնարավորության դեպքում եւ նաեւ որպեսզի նվազագույնը լինի շեղումը միջին թվաբանականի ընտրողների թվի ամեն կուսակցության եւ դաշինքի նշանակված նախագահների եւ քարտուղարների տեղամասերում։ Խնդրում եմ ցույց տվեք բաշխման արդյունքը առկա է եւ ես պետք է հայտնեմ բոլորի տեղամտությունը եւ ընթերցել բաշխման արդյունքը ինչպես միշտ։ Այսպիսով առաջի տարածքային ընտրական հանձնաժողով 1 կոտորակ 1 տեղամաս նախագահակը քարտուղար ՕԵԿ, 1 կոտորակ 2 տեղամաս նախագահակը քարտուղար ԲՀԿ, 1 կոտորակ 3 տեղամաս նախագահակը քարտուղար ԲՀԿ, 4 տեղամաս նախագահակը քարտուղար ՀԱԿ, 5-րդ տեղամաս նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ, 6-րդ տեղամաս նախագահակը քարտուղար ՕԵԿ, 7-րդ տեղամաս նախագահակը քարտուղար ԲՀԿ, 8-րդ տեղամաս նախագահակ քարտուղար ԲՀԿ, 9-րդ տեղամաս նախագահակ քարտուղար ՀՀԿ, 10-րդ տեղամաս նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ, 11-րդ տեղամաս նախագահակը քարտուղար ԲՀԿ, 1 կոտորակ 12 նախագահակը քարտուղար ԲՀԿ, 1 կոտորակ 13 նախագահ քարտուղար ՀՀԿ,
1 կոտորակ 14 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 1 կոտորակ 15 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 1 կոտորակ 16 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 1 կոտորակ 17 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 1 կոտորակ 18 նախագահ Ժառանգություն քարտուղար ՀՅԴ 1 կոտորակ 19 նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ 1 կոտորակ 20 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 1 կոտորակ 21 նախագահ ՀՀԿ քարտուղար ՀՀԿ 1 կոտորակ 22 նախագահ ՀՅԴ քարտուղար Ժառանգություն եւ 1 կոտորակ 23 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ երկրորդ ընտրական տարածք նոր վարչական շրջան 2 կոտորակ 1 տեղամաս նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ 2 կոտորակ 2 նախագահ Ժառանգություն քարտուղար ԲՀԿ 2 կոտորակ 3 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 2 կոտորակ 4 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 2 կոտորակ 5 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 2 կոտորակ 6 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 2 կոտորակ 7 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 2 կոտորակ 8 նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ 9 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 10 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 11 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 12 նախագահ ՀՀ քարտուղար ՀՅԴ 13 նախագահ ՀԱԿ քարտուղար ՀՀԿ 14 նախագահ ՀՀ քարտուղար ՀՅԴ 15 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 16 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 17 նախագահ ՀՅԴ քարտուղար ԲՀԿ 18 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 19 նախագահ ՀՀԿ քարտուղար Ժառանգություն 20 նախագահ Ժառանգություն քարտուղար ՀՀԿ 21 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 22 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 23 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 24 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 25 նախագահ ՀԱԿ քարտուղար ՀՀԿ 26 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 27 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 28 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 29 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 30 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 31 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 32 նախագահ ՀՀԿ քարտուղար ՕԵԿ 33 նախագահ ՀՀԿ քարտուղար Ժառանգություն 34 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 35 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 36 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 37 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 38 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 39 նախագահ ՀՅԴ քարտուղար ԲՀԿ 40 նախագահ ՀԱԿ քարտուղար ՀՀԿ 41 նախագահ Ժառանգություն քարտուղար ՀՀԿ 42 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 43 նախագահ ՀԱԿ քարտուղար ՀՀԿ 44 նախագահ ՀՀԿ քարտուղար Ժառանգություն 45 նախագահ ՕԵԿ քարտուղար ՀՅԴ 46 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 47 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 48 նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ 49 նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ 50 նախագահ ՀՅԴ քարտուղար ԲՀԿ 51 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 52 նախագահ ՀՀԿ քարտուղար ՕԵԿ 53 նախագահ ՀԱԿ քարտուղար ՀՀԿ 54 նախագահ ՀՀԿ քարտուղար ՕԵԿ 55 նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ 56 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 57 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ Երրորդ ընտրական տարածք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան 3 կոտորակ 1 տեղամաս նախագահ ՀԱԿ քարտուղար ՀՅԴ 3 կոտորակ 2 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 3 տեղամաս նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 4 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 5 նախագահ ՀՅԴ քարտուղար ՀԱԿ 6 նախագահ ՀՅԴ քարտուղար Ժառանգություն 7 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 8 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 9 նախագահ ՀՀԿ քարտուղար ՕԵԿ 10 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 11 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 12 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 13 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 14 նախագահ ՀՀԿ քարտուղար ՕԵԿ 15 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 16 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 17 նախագահ ՕԵԿ քարտուղար ՀՀԿ 18 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 19 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 20 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 21 նախագահ ՀՀԿ քարտուղար Ժառանգություն 22 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 23 նախագահ Ժառանգություն քարտուղար ՀՅԴ 24 նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ 25 նախագահ ՀՀԿ քարտուղար ՎՀԿ 26 նախագահ Ժառանգություն քարտուղար ՀՀԿ 27 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 28 նախագահ ՕԵԿ քարտուղար ՀՀԿ 29 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 30 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 31 նախագահ ՀՀԿ քարտուղար ԲՀԿ 32 նախագահ քարտուղար ՀՀԿ 4 տվական տարածք
ներողություն 4-րդ տարածքային ընտրական հանձնաժողով, Արաբկիր համայնք, Արաբկիր վարչական շրջան, 4 կոտորակ 1 տեղամաս, նախագահ քարտուղար ՀՀԿ, 4 կոտորակ 2 տեղամաս, նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ, 3-րդ տեղամաս, նախագահ ՕԵԿ քարտուղար ՀՀԿ, 4 նախագահ Ժառանգություն քարտուղար ՀՀԿ, 5 Ժառանգություն ՀՀԿ, 6 ԲՀԿ ՀՀԿ, 7 ՀՀԿ ԲՀԿ, 8 ՀՀԿ ԲՀԿ, 9 ԲՀԿ ՀՀԿ, 10 ԲՀԿ ՀՀԿ, 11 ՀՀԿ ԲՀԿ, 12 ԲՀԿ ՀՀԿ, 13 ԲՀԿ ՀՀԿ, 14 ՀՀԿ ՀԱԿ, 15 ԲՀԿ ՀՀԿ, 16 ՀՀԿ Ժառանգություն, 17 ԲՀԿ ՀՀԿ, 18 ՀՅԴ ԲՀԿ, 19 ՀՅԴ ԲՀԿ, 20 ՀՀԿ ԲՀԿ, 21 ԲՀԿ ՀՀԿ, 22 ԲՀԿ ՀՀԿ, 23 ՀՀԿ Ժառանգություն, 24 ՀՀԿ ՕԵԿ, 25 ԲՀԿ ՀՀԿ, 26 ՀՀԿ ԲՀԿ, 27 ՀՀԿ ԲՀԿ, 28 ՀՀԿ ԲՀԿ, 29 ԲՀԿ ՀՀԿ, 30 ԲՀԿ ՀՀԿ, 31 ՀԱԿ ՀՀԿ, 32 ՀՀԿ ԲՀԿ, 33 ՀՀԿ ՕԵԿ, 34 ՀՀԿ ԲՀԿ, 35 ԲՀԿ ՀՀԿ, 36 ՀՀԿ ՕԵԿ, 37 ՀՀԿ ՀՅԴ, 38 Ժառանգություն ՀՀԿ, 39 ԲՀԿ ՀՀԿ, 40 ՀՀԿ ԲՀԿ, 41 ՕԵԿ ՀՅԴ, 42 ՀԱԿ ՀՀԿ, 43 ՀՀԿ ՀԱԿ, 44 ԲՀԿ ՀՀԿ, 45 ՀԱԿ ՀՀԿ, 46 ՀՀԿ Ժառանգություն, 47 ՀՀԿ ԲՀԿ, 48 ՀՀԿ ԲՀԿ, 49 ՀՀԿ ՀԱԿ, 50 ՀՀԿ ՀԱԿ, 51 ՀԱԿ ՀՀԿ, 52 ՀՅԴ ԲՀԿ, 53 ՀՀԿ ԲՀԿ։ 5-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածք Դավթաշեն վարչական շրջան, 5 կոտորակ 1 տեղամաս, նախագահ ՕԵԿ քարտուղար ՀՀԿ, 2-րդ տեղամաս, նախագահ ՀՀԿ քարտուղար ՀԱԿ, 3 ՀՀԿ ԲՀԿ, 4 ՀՀԿ ԲՀԿ, 5 ԲՀԿ ՀՀԿ, 6 ՀՀԿ ՀԱԿ, 7 ԲՀԿ ՀՀԿ, 8 ԲՀԿ ՀՀԿ, 9 ՀԱԿ ԲՀԿ, 10 Ժառանգություն ՀՅԴ, 11 ԲՀԿ ՀՀԿ, 12 ՀԱԿ ՀՀԿ, 13 ՀՅԴ ԲՀԿ, 14 ՀՀԿ ՕԵԿ, 15 ԲՀԿ ՀՀԿ, 16 ԲՀԿ ՀՀԿ, 17 ՀՀԿ Ժառանգություն, 18 ՀՀԿ ԲՀԿ, 19 ՀՀԿ ԲՀԿ։ 6-րդ տարածքային հանձնաժողով Աչափնյակ վարչական շրջան, 6 կոտորակ 1 տեղամաս, նախագահ Ժառանգություն, քարտուղար ՀՀԿ, 2 Ժառանգություն ՀՀԿ, 3 ՀՀԿ ՀԱԿ, 4 ՕԵԿ ՀՅԴ, 5 ԲՀԿ ՀՀԿ, 6 ՀՀԿ ԲՀԿ, 7 ՀՅԴ ԲՀԿ, 8 ԲՀԿ ՀՀԿ, 9 ՀՀԿ ԲՀԿ, 10 ԲՀԿ ՀՀԿ, 11 Ժառանգություն ՀՀԿ, 12 ՀՀԿ ԲՀԿ, 13 ՀՀԿ ՕԵԿ, 14 ՀՀԿ Ժառանգություն, 15 ՀԱԿ ՀՀԿ, 16 ԲՀԿ ՀՀԿ, 17 ՀԱԿ ՀՀԿ, 18 ՀՀԿ ՕԵԿ, 19 ՀՀԿ ԲՀԿ, 20 ՕԵԿ ՀՅԴ, 21 ԲՀԿ ՀՀԿ, 22 ՀՀԿ ԲՀԿ, 23 ՀՀԿ ՀԱԿ, 24 ՕԵԿ ՀՀԿ, 25 ԲՀԿ ՀՀԿ, 26 ՀՀԿ ԲՀԿ, 27 ԲՀԿ ՀՀԿ, 28 ԲՀԿ ՀՅԴ, 29 ՀԱԿ ՀՀԿ, 30 ՀՅԴ ԲՀԿ, 31 ԲՀԿ ՀՀԿ, 32 ՀՀԿ ԲՀԿ, 33 ԲՀԿ ՀՀԿ, 34 ՀՀԿ Ժառանգություն, 35 ՀՀԿ ՀԱԿ, 36 ՀՀԿ ԲՀԿ, 37 ԲՀԿ ՀՀԿ, 38 ՀՀԿ ՀԱԿ, 39 ՀՀԿ ԲՀԿ, 40 ԲՀԿ ՀՀԿ, 41 ԲՀԿ ՀՀԿ, 42 ԲՀԿ ՀՀԿ, 43 ՀՀԿ ԲՀԿ, 44 ՀՀԿ ՕԵԿ,
45 ՀԿ ԲՀԿ 46 ԲՀԿ ՀԿ 47 ՀԿ Ժառանգություն 48 ՀՅԴ ԲՀԿ 49 ՀԿ ԲՀԿ 50 ԲՀԿ ՀԿ 51 ՀԿ ԲՀԿ եւ 52 ՀԱԿ ՀԿ Թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողով Մալացիա Սեբաստիա վարչական շրջան 7 կոտորակ 1 տեղամաս նախագահ ԲՀԿ քարտուղար ՀԿ 2 ԲՀԿ ՀԿ 3 ՀԿ ԲՀԿ 4 ՀԿ ՕԵԿ 5 ՀԱԿ ՀԿ 6 ՀԿ ԲՀԿ 7 ԲՀԿ ՀԿ 8 ՕԵԿ ՀԴ 9 ԲՀԿ ՀԿ 10 ՀԿ ԲՀԿ 11 ՀԿ Ժառանգություն 12 ՀԿ ԲՀԿ 13 ՀԿ ՀԱԿ 14 ՀԿ ՀԱԿ 15 ՀԿ ԲՀԿ 16 ԲՀԿ ՀԿ 17 ՀԿ ԲՀԿ 18 ՀՅԴ ԲՀԿ 19 ԲՀԿ ՀԿ 20 ԲՀԿ ՀԿ 21 ՀԱԿ ՀԿ 22 ՀԿ ՀԱԿ 23 ՀԿ ԲՀԿ 24 Ժառանգություն ՀԿ 25 ՀԿ ՕԵԿ 26 ՀԿ ՕԵԿ 27 ՀԿ ԲՀԿ 28 ՕԵԿ ՀԿ 29 Ժառանգություն ՀՅԴ 30 ՕԵԿ ՀԿ 31 ԲՀԿ ՀԿ 32 ՀԱԿ ՀԿ 33 ԲՀԿ ՀԿ 34 ՀԿ ԲՀԿ 35 ՀԿ ԲՀԿ 36 ՀԿ ԲՀԿ 37 ԲՀԿ ՀԿ 38 ԲՀԿ ՀԿ 39 ՀԱԿ ՀԿ 40 ԲՀԿ ՀԿ 41 ԲՀԿ ՀԿ 42 ԲՀԿ ՀԿ 43 ԲՀԿ ՀԿ 44 ՀԿ ԲՀԿ 45 ՀԿ ԲՀԿ 46 ՀՅԴ ԲՀԿ 47 ՀԿ Ժառանգություն 48 ՀԱԿ ՀԿ 49 ՀԿ ԲՀԿ 50 50 ԲՀԿ ՀԿ 51 ԲՀԿ ՀԿ 52 ԲՀԿ ՀԿ 53 ՀԿ ԲՀԿ 54 ՀՅԴ ՀԱԿ 55 ՀԿ Ժառանգություն 56 ՀԿ ԲՀԿ 57 ԲՀԿ ՀՅԴ 58 ՀԿ ՀԱԿ 59 ՀԿ ԲՀԿ 60 ՀԿ ՕԵԿ 8-րդ տարածքային ընտրական հանձնաժողով Շենգավիթ վարչական շրջան 8 կոտորակ 1 տեղամաս նախագահ ԲՀԿ քարտուղար ՀԿ 2-րդ տեղամաս ՀԿ ԲՀԿ 3-րդ ԲՀԿ ՀԿ 4 ԲՀԿ ՀԿ 5 ՀՅԴ ԲՀԿ 6 ԲՀԿ ՀԿ 7 ՕԵԿ ՀԿ 8 ՀԿ ԲՀԿ 9 ՕԵԿ ՀԿ 10 ԲՀԿ ՀԿ 11 ԲՀԿ ՀԿ 12 ՀԿ ԲՀԿ 13 ՀԿ ՕԵԿ 14 ՀԿ ՀԱԿ 15 ՀԿ ՀԱԿ 16 Ժառանգություն ՀՅԴ 17 ԲՀԿ ՀԿ 18 ՀԱԿ ՀՅԴ 19 ԲՀԿ ՀԿ 20 ՀԿ ԲՀԿ 21 ՀԿ ՀԱԿ 22 ԲՀԿ ՀԿ 23 ՀԱԿ ՀՅԴ 24 ԲՀԿ ՀԿ 25 ՀԿ ԲՀԿ 26 ՀԿ ԲՀԿ 27 ՀԿ Ժառանգություն 28 ՀԱԿ ՀԿ 29 ՀԿ ԲՀԿ 30 ՀԿ ԲՀԿ 31 ԲՀԿ ՀԿ 32 ՀԿ ԲՀԿ 33 ՕԵԿ ՀԿ 34 ՀԿ ԲՀԿ 35 ՀԿ ԲՀԿ 36 ՀԿ ԲՀԿ 37 ՀԿ ԲՀԿ 38 ՀԿ ԲՀԿ 39 ՀԱԿ ՀՅԴ 40 ՀԿ ԲՀԿ 41 ԲՀԿ ՀԿ 42 ՀԿ ԲՀԿ 43 ԲՀԿ ՀԿ 44 ՀՅԴ Ժառանգություն 45 ՀԿ ՕԵԿ 46 ԲՀԿ ՀԿ 47 ՀԿ ՕԵԿ 48 ԲՀԿ ՀԿ 49 Ժառանգություն ՀԿ 50 ՀԿ ՀԱԿ 51 ԲՀԿ ՀԿ 52 ԲՀԿ ՀԿ 53 ԲՀԿ ՀԿ 54 ՀԿ ԲՀԿ 55 ՀԿ Ժառանգություն 56 Ժառանգություն ՀԿ 57 ՀԱԿ ՀԿ 58 ՀԿ ԲՀԿ 59 ՀՅԴ ՀԱԿ 60
ԲՀԿ 61 ՀԿ ԲՀԿ 62 ԲՀԿ 63 ՀՅԴ ՀԿ Շնորհակալություն 9-րդ ընտրական տարածքային ընտրական հանձնաժողով Նորք Մարաշ վարչական շրջան 9 կոտորակ 1 նախագահակը քարտուղար ԲՀԿ 2 ԲՀԿ ՀԿ 3 ՀԿ ժառանգություն 4 ՀԿ ՀԱԿ 5 ԲՀԿ ՀԿ 6 ԲՀԿ ՀԿ 9 կոտորակ 7 արդեն կենտրոն վարչական շրջան ԲՀԿ ՀԿ 8 ՀԿ ժառանգություն 9 ՀՅԴ ԲՀԿ 10 ԲՀԿ ՀԿ 11 ժառանգություն ՀԿ 12 ԲՀԿ ՀԿ 13 ՀԱԿ ՀԿ 14 ՀԿ ԲՀԿ 15 ՀԿ ԲՀԿ 16 ՕԵԿ ՀՅԴ 17 ԲՀԿ ՀԿ 18 ՀԱԿ ՀԿ 19 ԲՀԿ ՀՅԴ 20 ՀԿ ԲՀԿ 21 ՀԿ ՕԵԿ 22 ԲՀԿ ՀԿ 23 ՀԿ ԲՀԿ ՀԿ 24 ԲՀԿ ՀԿ 25 ՀԿ ԲՀԿ 26 ԲՀԿ ՀԿ 27 ՀԿ ժառանգություն 28 ՀԿ ԲՀԿ 29 ՀԿ ԲՀԿ 30 ՀԿ ՕԵԿ 31 ՀԿ ԲՀԿ 32 ԲՀԿ ՀԿ 33 ՀՅԴ ԲՀԿ 34 ՀՅԴ ԲՀԿ 35 ՀԿ ժառանգություն 36 ՀԱԿ ՀԿ 37 ՀԿ ԲՀԿ 38 ժառանգություն ՀԿ 39 ՀԿ ՕԵԿ 40 ՀԿ ՀԱԿ 41 ՀԿ ԲՀԿ 42 ՀԱԿ ՀԿ 43 ՀԿ ԲՀԿ 44 ժառանգություն ՀՅԴ 45 ԲՀԿ ՀԿ 46 ՀԿ ԲՀԿ 47 ՀԿ ԲՀԿ 48 ՀԿ ՀԱԿ 49 ԲՀԿ ՀԿ 50 ՕԵԿ ՀԿ 51 ԲՀԿ ՀԿ 52 ՀԿ ԲՀԿ 53 ժառանգություն ՀԿ 54 ՀԿ ԲՀԿ 55 ՀԿ ՀԱԿ 56 ՀԿ ԲՀԿ 57 ԲՀԿ ՀԱԿ ՀԿ ներողություն 58 ԲՀԿ ՀԿ 59 ԲՀԿ ՀԿ 60 ՕԵԿ ՀԿ 10-րդ տարածքային ընտրական հանձնաժողով Էրեբունի վարչական շրջան 10 կոտորակ 1 տեղամաս նախագահակը քարտուղար ԲՀԿ 2 նախագահ ԲՀԿ քարտուղար ՀՀԿ 3 ՀՀԿ ԲՀԿ 4 ՀԱԿ ՀՀԿ 5 ՀՀԿ ՕԵԿ 6 ՀՀԿ ԲՀԿ 7 ԲՀԿ ՀՀԿ 8 ՀՀԿ ԲՀԿ 9 ԲՀԿ ՀՀԿ 10 ԲՀԿ ՀՀԿ 11 ԲՀԿ ՀՀԿ 12 ԲՀԿ ՀՀԿ 13 ՀՀԿ ՀԱԿ 14 ՀՀԿ ժառանգություն 15 ԲՀԿ ՀՀԿ 16 ՀՀԿ ժառանգություն 17 ՕԵԿ ՀՅԴ 18 ԲՀԿ ՀՀԿ 19 ԲՀԿ ՀՀԿ 20 ՕԵԿ ՀՀԿ 21 ՀՀԿ ԲՀԿ 22 ԲՀԿ ՀՀԿ 23 ժառանգություն ՀՀԿ 24 ԲՀԿ ՀՀԿ 25 ԲՀԿ ՀՀԿ 26 ՀՀԿ ԲՀԿ 27 ԲՀԿ ՀՀԿ 28 ՀՀԿ ՕԵԿ 29 ՀՀԿ ԲՀԿ 30 ՀՀԿ ԲՀԿ 31 ՀՀԿ ՀԱԿ 32 ՀՅԴ ԲՀԿ 33 ՀՅԴ ԲՀԿ 34 ՀՀԿ ՀՅԴ 35 ՀՀԿ ժառանգություն 36 ՀՀԿ ՕԵԿ 37 ՀՀԿ ԲՀԿ 38 ԲՀԿ ՀՀԿ 39 ՀԱԿ ՀՀԿ 40 ՕԵԿ ՀՅԴ 41 ՀՀԿ ԲՀԿ 42 ՀՀԿ ԲՀԿ 43 ժառանգություն ՀՀԿ 44 ՀՀԿ ԲՀԿ 45 ԲՀԿ ՀՀԿ 46 ՀՅԴ ԲՀԿ 47 ՀՀԿ ԲՀԿ 48 ՀԱԿ ՀՀԿ 50 ՀՀԿ ՀԱԿ
10 կոտորակ 51 արդեն Նուբարաշեն վարչական շրջան ԲՀԿ ՀՀԿ 52 ՀՀԿ ՀԱԿ 53 ՀԱԿ ՀՀԿ 54 ՀՀԿ ԲՀԿ եւ 10 կոտորակ 55 տեղամաս նախագահ Ժառանգություն կարտողար ՀՀԿ։ Հասա էր բաշխման արդյունքը, որը իրականացվեց ընտրությունների ավտոմատացված համակարգի միջոցով, պատահական բաշխման սկզբունքով եւ որոշման նախագծում ինչպես միշտ ներառված է նաեւ այն ժամկետը, երբ կուսակցությունները եւ դաշինքը պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն հայտեր այս տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու համար, դա ապրիլի 14-ից մինչև ապրիլի 19 ընկած ժամանակահատվածն է մինչև 18:00-ն։ Այս կանոնակարգի մասին շնորհակալություն։ Քվեարկության է դրվում Երևանի ավականու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծը։ Քվեարկություն կողմ, դեմ, կողմ 6, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հաջորդ հարցօրակարգում ընդգրկված Երևանի ավականու ընտրություններին մասնակցող Երկիր Ծիրանի կուսակցության ընտրական ցուցակով ավականու անդամի տեխնացու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծն է։ Խնդրեմ հարցազեկուցողն է հանձնաժողովի անդամ Տիկին Մարկոսյանը, խնդրեմ ներկայացրեք։ Շնորհակալություն։ Երևանի ավականու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցելու համար Երկիր Ծիրանի կուսակցության կողմից 2017 թվականի ապրիլի 9-ին կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Նշված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ Երկիր Ծիրանի կուսակցության կողմից ընտրական ցուցակում ընդգրկված 29-րդ հերթական համարում ներառված Ռոբերտ Նավասարդյանի Չիչյանի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը բացակայում են։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասով կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է Երկիր Ծիրանի կուսակցությանը տալ 48 ժամ ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացու Ռոբերտ Նավասարդյանի Չիչյանի փաստաթղթերը լրացնելու համար։ Նշված ժամկետը լրանում է 2017 թվականի ապրիլի 14-ին ժամը 18:00-ին, սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացույցային 3 օրվա ընթացքում։ Շնորհակալություն, հարցեր զեկուցողին։ Ես մի բան ճշտեմ, որ ուղղակի որևէ տարբան չառաջացնի, փաստորեն նշված տեխնացուի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ընդհանրապես ներկայացված չէ։ Շատ լավ, ելույթներ, առաջարկություններ։ Դեպքում կազմակերպենք քվեարկության է դրվում Երևանի ավականու ընտրություններին մասնակցող Երկիր Ծիրանի կուսակցության ընտրական ցուցակով ավականու անդամի տեխնացու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծը։ Քվեարկություն կողմ, դեմ, կողմ 6, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Որոշման մասին անմիջապես կիրազեկվի Երկիր Ծիրանի կուսակցությունը, որպեսզի սահմանված ժամկետներում, եթե ուրեմն կան նշված փաստաթղթեր, ապա ներկայացվեն այդ փաստաթղթերը, որպեսզի մինչև ժամկետի ավարտը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավորություն ունենա նաև այդ մասով ուսումնասիրել փաստաթղթերը, լիազորված անձը ներկա է, նիստից հետո մենք նաև որոշումը կտրամադրենք ձեզ ու կխնդրենք, որ փաստաթղթերը լինելուն պես դրանք ներկայացվեին հանձնաժողով մինչև գրանցման հարցի քննարկումը։